Իմ ծնողները վատ են վարվել ինձ հետ։ Եվ երբ նրանք ծերացան, Աստված առաջնորդեց ինձ կատարելու իմ պարտականությունը։ Դա ազնվության մեկ այլ կողմ է, կատարել քո պարտականությունը։ Այո, պարտականություն։ Այդ խոսքը կա Աստվածաշնչում։ Նա ասաց ինձ, որ հոգ տանեմ նրանց համար մինչև նրանց մահը։ Ես մտածեցի, թե դա սատանան էր և ասացի, ես սաստում եմ քեզ Հիսուսի անունով։ Ես սաստեցի, ես մտածեցի, Աստված չի ասի ինձ ծախսել իմ ֆինանսներն ու ժամանակը, որպեսզի հոգ տանեմ երկու մարդու համար, որոնք բռնության են ենթարկել ինձ։ Ոչ, այո, Աստված կարող է նման բան ասել։ Նա հաստատ կասի։ Ես չեմ կարող ասել, որ որևէ օր ծերանոց գնալու ցանկություն եմ ունեցել, բայց ես գնացել եմ։ Ես արել եմ դա Տիրոջ համար։ Ես արել եմ, որովհետև գիտեի, որ դա ճիշտ է։ Պարտադիր չէ, որ դուք ցանկություն ունենաք ճիշտ վարվելու, որպեսզի ճիշտ վարվեք։ Դուք ասում եք, լավ, Ջոյս, դու սիրում էիր նրանց։ Ես չունեի փաղաքշական զգացումներ նրանց հանդեպ, բայց այո, ես սիրում էի նրանց, որովհետև հոգ էի տանում նրանց համար։ Ես աղոթում էի նրանց համար, ես օրհնում էի նրանց, ես լրացնում էի նրանց կարիքները։ Ահա թե ինչ է սերը։ Դուք չեք կարող երկար ժամանակ զայրացած մնալ ինչ-որ մեկի վրա, եթե ամեն օր աղոթում եք նրա համար։ Դա գերազանցության մի մասն է։